Մեզի յուրտը տվեցին յուրտի մեջ ապրանք, մինչև այս տնագը հատկացրեցին։ Եկել ենք ստեղ ենք ապրել, ու մինչև օրս։ Տիկին Մարիամն ապրում է Գյումրիի ամենամեծ տնակային թաղամասում, որտեղ տասնյակ ընտանիքներ ավելի քան 36 տարի բնակվում են ժամանակավոր կացարաններում։ Նա իր կյանքի մեծ մասը անցկացրել է խոնավայց տնակում։ Ընդամենը 22 տարեկան էր, երբ ավերիչ երկրաշարժի հետևանքով դարձավ անօթևան։ Գյումրիում նրանց նման բնակարան կորցրած 25,000 ընտանիք կար։ 1988 թվականի երկրաշարժից 36 տարի անց այդ ընտանիքներից շատերը դեռ ապրում են ժամանակավոր կացարաններում, որոնք նախատեսված էին 2 տարվա բնակության համար։ Ստեղից մեր ինձ կլադովք ենք կատա։ Իսկ լետնի տաճաների համար է նախատեսված եղել Անգլիա։ Ուղղակի ժամանակ ուղարկել են, տվել են մարդկանց 2 տարվա համար, բայց 2 տարվա տեղը 36 տարի ու հələ էլի չգիտենք ինչքան շարունակվի։ Ինչու է Մարիամը մինչ օրս ստիպված ապրում նման ծանր պայմաններում։ Պետությունը նրան մեկ անգամ տրամադրել է բնակարանի գնման վկայագիր, սակայն 3,5 միլիոն դրամ չի հերիքել բնակարան գնելու համար, եւ Մարիամը վկայագիրը հետ է վերադարձրել։ Պետությունն էլ այսքանով անօթևան ընտանիքի նկատմամբ իր պարտավորությունը համարել է կատարված։ Ինքը գալիս է խփեգս պես փակվիգը, էլի կրսներ կան, գիշերը ես զարնա տեսար հարությունի կողքներ, վրեներել է, եղենը վախեցել էր։ Այդան եւս տնակի երկարամյա բնակիչ է, ամեն օր պայքարում է առնետների դեմ, ասում է թակարդն իրեն նվիրել է նոր բնակարան տեղափոխված նախկին հարևանը, դրանով ծմռանը միայն մեկ ամսում 20 հատ առնետ է որսացել։ Դեկտեմբերին բռնել ենք 20 հատ, մի ամսվա մեջ 20 հատ բռնել ենք, հետո նույնիսկ կրիսները, կողիկները այսպես ընդես բերել եմ, այսպես խառնած լծել եմ, մինչև կարողանամ դասավորեմ։ Այդայի ամուսինը մահացել է, ապրում է 2 որդիների հետ, որոնցից մեկը հաշմանդամություն ունի, ինքը եւս հիվանդ է, ապրում են որդու թոշակով։ Պետությունը տարիներ առաջ մեկ բնակարան հատկացրել է, որը սակայն բաժին է հասել ամուսնու 5 եղբայրներից մեկին։ 25 անց են եղել, 25 անցին տվել են 3 սենյականոց։ Ոչ մի եղբայր չի կարող մեկը մյուսի հետ ապրել։ Եվ Մարիամը եւ Այդան բազմիցս դիմել են պաշտոնյաներին, որոնք տարբեր խոստումներ են տվել, տարբեր ժամկետներ նշել, սակայն փաստ է, որ այս մարդիկ դեռ ապրում են բնակության համար ոչ պիտանի տնակներում։ Անձրևներից արդեն կատակը։ Պետական միջոցներով շենքեր չեն կառուցվում, նաեւ բնակարանի գնման վկայագրի ծրագիրն է կասեցված։ Գյումրիի փոխքաղաքապետի պնդմամբ 2025 թվականի պետական բյուջեում այդ նպատակով գումար նախատեսված չէ։ Գյումրիում 2535 ժամանակավոր կացարաններ կան, այսինքն տնակներ, որոնց մոտ 1000-ը անօթևանի կարգավիճակում են, գումար պետք է տան, որ բնակարաններ կնել, բայց մինչև հիմա մեր տեղեկություններով պետական բյուջեի մեջ է դա ամեն ինչ ընդգրկված չէ 25 թվականին, ոչ մի հոդված չկա։ 26 թվականին արդյունք կունենանք, թե չենք ունենա, բայց ինձ թվում է երևի նախընտրական տարի է, կարող է եւ լինի։ Ընտրություններից առաջ միգուցե ինչ-որ բան փոխվի, մինչ այդ անօթևանի կարգավիճակ չունեցող բնակիչները կհայտնվեն ավելի ծանր վիճակում։ Կառավարությունը նրանց պարտադրում է մինչև 2027 թվականը տնակը քանդել եւ բնակարան վարձակալել, տրամադրելով ամսական 60,000 դրամ 1 տարով։ Իսկ այդ 1 տարին լրանալուց հետո պետությունը որևէ պարտավորություն չի ստանձնում։ Իսկ անօթևանի կարգավիճակ ունեցող ընտանիքներին կառավարությունը միգուցե կրկին բնակարանի գնման վկայագիր առաջարկի, սակայն խնդիրն այն է, որ հատկացվող գումարը, ինչպես Մարիամի դեպքում էր, համարժեք չէ Գյումրիում բնակարանների աճող գներին։ Այդան էլ պետությունից ընդհանրապես ակնկալիք չունի եւ դիմում է անհատ բարերարներին։ Կուզենայի մի փոքր տուն, էլ այստեղ հնարավոր չէ էլ ապրել։ Թող Աստված առողջություն տա իմ ընտանիքին, մնացածը հեչ։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Գյումրի։